Civic-ում խնդրեմ ձեր հարցը։ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի այս հակամարտությունում պարոնայք պարզվեց, որ նրանք մեղադրում են միմյանց, որ արտաքին ուժերն նաեւ օժանդակել 2018 հեղափոխությանը, չնայած Միքայել Մինասյանը, Վատիկանում նախկին դեսպանը, այս մասին եւս խոսել է իր հոդվածում վերջերս հրապարակված, որտեղ նշում է, որ հեղափոխությունը պատճառներ նաեւ նախկինում վատ կառավարման, դուք արտաքին ուժերի ներգործության, կամ ազդեցության մասին ինչ կասեք եւ պարոնայք պարզվեց նաեւ վերջերս Աննա Մկրտչյանը պատիվ ունեմ խմբակցությունից հայտարարեց, որ հեղափոխության օրերին հանրապետականների տների մոտ դագաղների ակցիաները կազմակերպել են Ռոբերտ Քոչարյանի համակիները, թիմակիցները, հարազատները, այս մասին ինչ կասեք, որովհետեւ 7 տարի շարունակ ձեզ մեղադրել են դագաղների ակցիա իրականացնելու մեջ հեղափոխության օրերին։ Իրականում արտաքին ուժերի ներգրավման մասին կամ ազդեցության մասին պնդումը դա անհեթեթություն է, բայց գիտեք, եթե մենք ապրենք այլ քաղաքական համակարգում ունենայինք այլ տիպի խորհրդարանական ներկայացվածություն եւ խորհրդարանում ուժեր, գուցե արժեր, որ մենք որպես կառավարող խմբակցության անդամներ մեկնաբանեինք այդ թեմաներին, բայց ցավոք սրտի կամ բարեբախտաբար չգիտեմ, այդ քաղաքական ուժերը, որոնք հիմա բանավեճի մեջ են, պետքա նաեւ գործոն լինեն, որպեսզի իրենց վերաբերյալ այդ բանավեճը հանրային հետաքրքրություն ներկայացնի։ Ես կարող եմ ինձ թույլ տալ արձանագրել, որ այդ երկու քաղաքական ուժերը միասին վերցրած իրենց աջակիցներով այս դահլիճը հիմա դժվարությամբ գուցե լցնեն։ Դրա համար ես չեմ կարծում, որ մենք արժի որ ինչ որ երկար մեկնաբանություններ տանք այդ թիմերի մասին, իսկ թվում է պետքա ուղղակի հայտնի սկեչի հետևելով ասենք մի կռվեք երկուստ էլ ճիշտ եք։ Բայց ես մի բան էլ ավելացնեմ արտաքին ուժերի այս մեղադրանքի հետ կապված, այսինքն մարդիկ են մեղադրում եւ մեղադրանքներ հնչեցնում, կարծիքներ հնչեցնում առայն որ արտաքին ուժերի ազդեցություն կար ոչ բռնիթավշա ժողովրդական հեղափոխության ընթացքում, այն ուժերն են պնդում, որոնք արտաքին ուժերի աջակցությամբ ամեն բան արել են, որ Հայաստանում տեղի չունենա հեղափոխություն եւ մինչեւ այսօր էլ եւ վաղն էլ մյուս օրն էլ արտաքին ուժերի ազդեցությամբ ամեն բան փորձելու են անել հետ պտտելու Հայաստանում ուրեմն զարգացման այս ուրեմն ընթացքը։ Այդ է արտաքին ուժերի ազդեցությունը եւ այդ մարդիկ են ամեն բան անում արտաքին ուժերի ազդեցությունը Հայաստանի Հանրապետությունում տարածելու համար։ Սա է ըստ էության այդ մեղադրանքների ես կարծում եմ շատ ուղիղ պատասխանը։ Ինչ վերաբերվում է մնացածին Աննա Մկրտչյան եւ այլն եւ այդպես շարունակ ես եւ պարոն Խանդոյանը եւ մենք չենք պատրաստվում այդ մարդկանց կարծիքներն առասարակ մեկնաբանել։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։